Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն Մարաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ, օրթոպեդ, վնասվածքաբան Արտակ Օհանյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես վստահ եմ, որ մենք խոսելու ենք այսօր մի թեմայի շուրջ, որ գրեթե բոլոր բժիշկների սրտով է լինելու եւ ոչ միայն վնասվածքաբանության, ոլորտում, այլ առհասարակ բժշկության մեջ միշտ ասել եմ, որ առաջին օգնությունը հիմնականն է։ Եվ հետո որքան էլ պրոֆեսիոնալ լինի բժիշկը, սխալ արված առաջին օգնության հետևանքները գուցեև նույնիսկ չկարողանա շտկել։ Եվ հակառակը, եթե լավ ու որակյալ ու գրագետ առաջին օգնությունը ցուցաբերվել, բժշկի գործը կարծես թե ավելի հեշտանում է, իսկ արդյունքներն ավելի լավն են լինում։ Ես ընդհանրապես նախքան բուն խոսակցության անցնելը մի մեջբերում անեմ, որ Վիետնամի պատերազմի ժամանակ, եթե ընդհանրապես ժգուտի կիրառումը ճիշտ լիներ, այսինքն լարանի, երբ որ պետք է լարան դնեն, երբ որ պետք չէ լարան չդնեն, 80% մահացություն քիչ կլիներ։ Իսկ սա ահռելի եւ սարսափելի թիվ է։ Մեծ թիվ է, այո։ Դե ձեր ոլորտից խնդրեմ, շատ ենք, երբեմն մենք իսկապես ուզում ենք օգնել, բայց չգիտենք ինչպես եւ հակառակն էլ օգնում ենք եւ աչքի տեղը հոնքնել ենք վնասում։ Տեսեք, կան բազմաթիվ նախ եկեք տարբերակենք վնասվածքի տեսակները, արագ։ Ունենք բաց վնասվածք ու փակ վնասվածք։ Բաց վնասվածքը դա այն վնասվածքներն են, երբ որ կա մաշկի ամբողջության խախտում, այսինքն վեր, կարողություն եւ այլն, փակ վնասվածքը մաշկի ամբողջությունը խախտված չէ։ Երկուսի պարագայում էլ, թե բաց, թե փակի պարագայում, ամենակարևոր ճիշտ առաջի բուժօգնությունը դա դեպքի վայրում մենք չենք կարող հասկանալ, այստեղ կոտրված կա, կոտրված չկա։ Մի անգամից զանգում ենք շտապ օգնություն, առաջի գործը նախքան մոտիկանալ բուժօգնություն ցուցաբերելը, ով ուզում է լինի, դա դու բժիշկ ես, բժիշկ չես, կոմպետենտ չես, առաջի գործողությունը պետք է լինի շտապ օգնություն զանգելը։ Երկրորդը անշարժացում, պարտադիր։ Եթե սառի հնարավորություն կա, սառն ենք տեղադրում վնասված հատվածի վրա, եթե ունենք բաց վնասված, այսինքն ունենք կարողություն, կամ հնարավորին չափ մաքուր կտորով, եթե ձեռքի տակ ինչ ամենամաքուր կտորը, որը կա ձեռքի տակ, ամենամաքուր, այո, դնում ենք վերքի վրա եւ հնարավորին չափ մինչեւ ինչքան որ ցավը թույլ է տալիս, ճնշող վիրակապ ենք դնում։ Այսինքն դեն շատ չենք սեղմում, որ այդ վիրակապը մի քիչ ավելի ձիգ ենք փաթաթում սովորական, որ ինքը հենց ճնշի, եթե մազանոթային անորոշություն կա կամ երակային անորոշություն կա, դա դադարեցվի։ Եթե մենք տեսնում ենք այդ ճնշող վիրակապը չի օգնում ու առավել եւս տեսնում ենք այդ պուլսացիայով արյունահոսություն, ուրեմն ցավոք սրտի կարթեն զարկերակային վնասվածք։ Այդ պարագայում արդեն վերքից ավելի դեպի սրտին մոտ դնում ենք լարան։ Նու վերին վերջույթի վրա դնում ենք բազուկոսկրի վրա, որտեղ բասկի վրա, որտեղ ստեղ մենք 1 ոսկորով հատված է, ստեղ օրինակ 2 ոսկորանի հատված է, ստեղ լարան դնելը էֆեկտիվ չի լինում։ Դրա համար դնում ենք բազուկի վրա։ Որքան բարձր Այստեղ բարձրությունը կապ չունի, արմունկահոդից վերև, խնդիրը հետևյալն է, որ ճիշտ կլինի դնել ավելի սրտից հեռու, որ 1 ժամ հետո լարանը բացենք, վերևից ենք, ստեղ արդեն եթե մենք դնում ենք ներքևում, ստեղ արյունահոսությունը չի խանգարում, ստեղից ներքև է խանգարում, այսինքն լարանը սահմանափակում է ստորին հեռակա հատվածի արյունահոսությունը։ Երբ որ անցավ 1 ժամ եւ դեռ առաջի մասնագիտական բուժօգնություն, այսինքն հիվանդանոց դեռ չենք հասել, մի քիչ ավելի վերև լարան ենք նորից դնում ենք, սա թուլացնում ենք, որ ստեղ մի քիչ սնուցումը լավ մատակարարում ունենանք եւ հետո էլի փակենք, որպեսզի վերջույթը որոշ չափով շնչի, սնուցում ստանա։ Հիմնական բուժօգնության կարևորագույն պայմանները սրանք են։ Եթե իհարկե ցավազրկելու հնարավորություն կա, անշուշտ նաեւ ցավազրկել։ Սա վերաբերում է ցանկացած վնասվածքներին բացառությամբ քիմիական արվածքները, որովհետև մենք քիմիական արվածքի ժամանակ չգիտենք ինչ նյութով արվել եւ սառը չգիտենք կամ այդ քիմիական process-ը կակտիվացնի կամ կդանդաղացնի։ Քանի որ մենք չգիտենք ինչ նյութի հետ գործ ունենք, մենակ անշարժացում ենք ապահովում ու եթե կա վերք
անշուշտ վերքը ծածկում ենք ու սպասում ենք մինչև առաջի մասնագիտական բուժօգնությանը։ Իսկ եթե մենք այնպիսի մի տեղում ենք, որտեղ շտապօգնության հասնելը շատ ավելի դանդաղ, ավելի անհնարին կլինի, քան ինքներս հասնենք հիվանդանոց։ Այս դեպքում ինչպես հասնենք։ Տեսեք, անշարժացումը իրականացում է հետևյալ կերպ։ Մենք ունենք որոշակի անատոմիական դիրքեր։ Օրինակ վերին վերջույթի համար անատոմիական նորմալ դիրքը արմնկահոդում 90 աստիճան ձեռքը փաթաթում ենք որովայնին։ Սա ամենահարմար դիրքն է, որ եթե նույնիսկ կա կոտրվածք, դե քանի որ կոտրվածքի ժամանակ կախված նրանից թե որ մկանը որ հատվածում է կպնում, ամրանում եւ կոտրվածքի ժամանակ տեղաշարժերը պայմանավորվում են մկանի կպման եւ ուժերով, այսինքն որ մկանը դեպի ուր է քաշում, այդ տեսակի կոտրվածքներն առաջանում։ Հիմա վերին վերջույթի պարագայում այս դիրքը, որ մարմնին ձեռքը փաթաթում ենք, սա այն նեյտրալ դիրքն է, որ բոլոր մկանները ավելի հանգստանում են, ավելի քիչ լարված են լինում եւ դեֆորմացիաները մինիմալի են հասցվում։ Այսինքն չեմ ասում, որ տեղաշարժ չի լինում, այլ ուղղակի մինիմալ տեղաշարժ ենք ունենում։ Ստորեն վերջույթի սա վերին վերջույթի պարագայում ձեռքը կապում ենք մարմնին, սա լիարժեք բավարար անշարժացում է, մանավանդ տրանսպորտ տեղափոխվելու համար հիվանդին։ Իսկ ստորեն վերջույթի պարագայում արդեն ոտքը փաթաթում ենք ոտքին, ախտահարված ոտքը փաթաթում ենք առողջ ոտքին, ինչ որ գոտիով, շորով, ինչ որ ձեռքի տակ հնարավոր է գտնել եւ աշխատում ենք ծնկի տակ ծունկը մի թեթև ծալել։ Դա էլ մեր էլի անատոմիական համեմատաբար նորմալ դիրքն է ստորեն վերջույթի անշարժացման համար։ Վերին վերջույթը ավելի ձեռքի տակ հնարավոր կան տարբեր տեսակի բաներ, որ կարելի է անշարժացնել թե ստորեն, թե վերին վերջույթը, օրինակ ծառի ճյուղ կլինի, ստորեն վերին վերջույթը նաև անշարժացում են թերթով, ամսագրերով, եթե իհարկե ձեռքի տակ կլինի, ցավոք սրտի գնալով ամսագրերը քչանում են, բայց ամեն դեպքում ձեռքի տակ ինչ պատա, այնքան որ adekvat անշարժացում է անհրաժեշտ։ Մենք սիրում ենք նաև, չէ, ցանկացած ինֆորմացիա, որը որ ունեցել ենք, կարևոր չի թե ինչ աղբյուրից ենք ձեռք բերել այդ ինֆորմացիան, կիրառել նաև գործնականում։ Եվ իզուր չէ, որ ամենասկզբում ասացի, որ դա եթե շարժում է կամ չի ցավում, ուրեմն կոտրվածք չունենք եւ հակառակը։ Եթե այդպես ուժեղ է ցավում, ուրեմն հաստատ կոտրվել է եւ այլն։ Ինչեւ հիվանդանոց հասնելը կա տարբերակ, որ մարդը կարող է իմանալ կոտրվածք ունի թե չէ, թե միևնույն է մինչև չունենանք ռենտգեն հետազոտություն։ Տեսեք, իրականում երեխաների պարագայում նույնիսկ բժիշկը, մասնագետը չի կարող վերջնական, ակնհայտ տեղաշարժով կոտրվածների մասին չի խոսքը, այլ ասենք մինիմալ կամ աննշան տեղաշարժով կոտրվածների պարագայում նույնիսկ բժիշկը չի կարող գնահատել կա կոտրվածք թե չէ, քանի որ մինչև 15-16 տարեկանը, մինչև 14 տարեկանը կախված աճը ինչքան արագ է զարգանում երեխայի, կոտրվածներն առաջանում են, կոչվում են դալար ճյուղի կոտրվածք, այսինքն գարնանը, որ նոր ճյուղը որ ուզենանք կոտրենք, մենք չենք կարողանում միշտ մի ճյուղի մի հատվածը կոտրվում է, մյուսը չի կոտրվում։ Երեխաների մոտ էլ է այդպես, որ տրավմայի մեխանիզմը թույլ է լինում, ազդակը բավարար չի լինում, մի ոսկրի մի պատն է կոտրվում եւ մի պատը չի կոտրվում։ Հետեւաբար երեխան նորմալ ձեռքը շարժում է, ակտիվ է, մի թեթև ուռածություն կա, մի քիչ ցավ կա, բայց իրական նորմալ ձեռքը շարժում է։ Ասում են ցավը տվել, անցնում են առաջ։ Մեկը 10 օր հետո արդեն անցնում է, որ այնտեղ արդեն կոպիտ սպի կապում առաջանում, երեխու ձեռքը արդեն դեֆորմացիա է բերում, որովհետև տեսեք նախ այդ դրան էլ կուզեմ անդրադառնանք, որ դալար ճյուղի կոտրվածք ունի նաև իր բարդությունները, քանի որ ոսկրի մի պատն է կոտրվում եւ սկսում է կպում գնալ, այդ սպին առաջանալով ինքը մագնիսի նման չի կպնում իրար, այլ սպին առաջանում մի քիչ էլ այդ հեռացնում է իրար, հետո նոր կպում է առաջանում, այսինքն եթե գիպսակապ չենք դնում, կարող է աննշան տեղաշարժը դառնալ զգալի տեղաշարժով կոտրվածք։ Հիմա ինչ վերաբերում է մենք ախտորոշում ունենանք թե չունենանք, իրականում դա մեզ այդքան էլ կարևոր չի, որովհետև միևնույնն է, եթե կա կոտրվածք ու կոտրվածք չկա, ճանապարհը ոչ մի բան չենք կարողանալու անենք։ Չէ, ես նկատի ունեմ շատ հաճախ ասում են դելավ, չի ցավում կամ շարժում է հիվանդանոց տանելու իմաստը որն է։ Հենց դրա համար ասում դուք եք 10 օր հետո չէ գալիս։ Շատ տարածված կարծիք կա, որ եթե մատերը շարժվում են, կոտրվածք չկա, ամենամեծ միֆը դա է, որ դա, եկեք հերքենք, որ մատի շարժվելը կոտրվածքի հետ ոչ մի աղերս չունի։
Այսինքն եթե մատը շարժում է, ուրեմն ոչ մի մկան կամ կապան կամ ջիլ վնասված չի, բայց թե կոտրված կա թե չկա, դա ոչ մի հարցի չի պատասխանում։ Հետևաբար ես ուզում եմ իմ հայրենակիցներին խնդրեմ, որ հասկանում եմ, որ բժիշկի գնալը ծախսեր են, ժամանակալում բավական մեծ ծախսեր են, բայց եթե հաշվի ենք առնում այն ծախսերը, որը այն ժամանակը, այն ցավերը, որ հիվանդը ունենում է արդեն չբուժված, չախտորոշված դեպքերի պարագայում, անհամեմատ ավելի շատ են։ Հետևաբար ավելի լավ է դուք ցանկացած փոքր վնասվածքի պարագայում սխալվեք, այսինքն ճակերտների մեջ սխալվեք, մտածեք, որ բարդ բան կա, գնաք բժշկի, պարզվի, որ ոչ մի բան չկա, քան սխալվեք, ասեք, որ ոչ մի բան չկա, բայց պարզվի այնտեղ կա կոտրվածք։ Ցանկացած սենց հասկացողություն մենք ունենք գործընկերներով սենց հասկացողություն ենք, ասում ենք կոտրվածք ունի հիշողություն։ Ինչքան շուտ համադրում ենք անում, ինքը այնքան ավելի շատ է արագ է վերականգնվում ու ճիշտ է վերականգնվում։ Այսինքն ինչքան դեպք հիվանդը ուշ է դիմում բժշկի, այնքան բուժօգնությունը մեր համար է դժվար դառնում եւ անշուշտ անդրադառնում է իրանց ապակինման ժամանակի ու որակի վրա։ Այսինքն այստեղ խնդիրը պետք չի գնահատել կա կոտրվածք թե չկա, եթե կա ցավ, օրգանիզմի դա ոնց որ կանչ ընդունեք, որ ազդակ, որ օրգանիզմը օգնության կարիք ունի։ Ու ճիշտ կլինի այդ բուժօգնությունը, այդ կարիքը հոգա բժիշկ, այլ ոչ թե օրինակ համար սնխչին, որը չգիտեմ ինչ մեթոդով է կատարում ախտորոշումը եւ բոլորին տալիս է նույն ստանդարտ բուժումը։ Մենք միշտ բոլոր ոլորտների համար էլ, ինչպես նշեցիք, ասացինք, որ այո, շատ կարևոր է, որ ժամանակին ախտորոշումը լինի, նաեւ բուժման կուրսն էլ ժամանակին կիրառվի, որտեղ սրանից է կախված նաեւ արդյունավետությունը։ Չբուժված կամ ուշ ախտորոշված խնդիրների հետևանքների մասին եմ ուզում խոսենք, որովհետեւ նաեւ հանդիպում ենք դեպքեր, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ կոտրվածքը հնարավորինս քիչ շեղումով ինքնուրույն կպնում է, բայց թե հետո ինչ է լինում, արդեն այդ հետոյի մասին եմ ուզում խոսենք։ Դաթև ջան, տեսեք, հիմա ամենատարածված խնդիրները, որի հետ օրթոպեդներն առնչվում են, դա արտրոզներն են, այսինքն հոդերի մաշվածություն, այսպես կոչված, աճառի դեգեներատիվ հիվանդությունները, որոնց զգալի մի մասը հենց հետ վնասվածքային արտրոզներն են։ Այսինքն երեխա ժամանակ վնասվածք է ունեցել կամ նորմալ չի բուժվել կամ հակառակ adekvat բուժվել է, բայց վնասվածքի բարդության պատճառով արդեն առաջացել է աճառի մաշվածություն, որը բերում է նաև ընդհանուր հոդի մաշվածության։ Տեսեք, քիչ առաջ որ ասեցի բժշկին դիմելը, դա հետևյալ պատճառն ունի։ Օրինակ սրունք թաթային հոդում մեր ամենահաճախ հանդիպող վնասվածքը դա գերձգվածությունը, այսպես կոչված ոտքը ոլորելն է, հա, որ կոտրվածք չկա, ռենտգեն ենք անում, կոտրվածք չէ, իսկ բոլոր հիվանդներին խորհուրդ եմ տալիս, որ 2-3 շաբաթով գիպս տնենք։ Ու ցավոք սրտի մոտ 90% դեպքերում ստանում են պատասխանելը նա է, կոտրվածք չկա, բայց ուզում է գիպս դնի, որ փող առնի։ Բայց իրականում ախետ բժիշկներ այո, ու մտքում երկար հայհոյանքներ երևի, բայց իրականում գաղափարը հետևյալն է, որ եթե մենք ունենք ցավ, ունենք կապանների վնասվածք, եթե մենք հոդը հատկապես հոդի շրջանում է այդ խնդիրները, ու հիմնականում կապանեն համակարգի վնասվածքներ լինում են հոդերի աշխատող մասում, ուրեմն անշարժացում չանելու պարագայում բնականաբար վնասվածքի հետ մենք չենք կարող գնահատենք աճառի վնասում կա թե չկա։ Մենք տեսնում ենք, որ փափուկ հյուսվածքի վնասված կա, բայց աճառի վիճակը գնահատելու տենց հասանելի գործիք չունենք։ Հետևաբար անշարժացումը ապահովում է բոլոր հյուսվածքների ճիշտ վերականգնումը։ Եվ սրունք թաթային հոդերի արտրոզների մաշվածության հիմնական պատճառը դա նախկինում տենց թեթևակի կապանեն համակարգի վնասվածքներն են, որոնք adekvat չի բուժվել։ Այսինքն հա դե լավ, ոչ մի բան չկա, մի հատ տենց թեթև էլաստիկ բինտ փաթաթեն կանցնի բան, հիվանդը սկսում է բնականաբար քայլել, իսկ գիպսի պարագայում ինքը ենթագիտակցաբար գիտի որ վերջում խնդիր կա, ինքը խնայում է։ Իսկ հիմա որ ջերմություն ունի այդ հիվանդը ինչ անում, չի գնում գործի։ Չնայած լինում են դեպքեր, որ գնում են գործի, բայց սովորաբար մնում է տանը, որ օրգանիզմի ընդհանուր ռիթմը դանդաղի եւ օրգանիզմը կարողանա ինքն իրան վերականգնել։ Հիմա նույնը տեղի ունենում գիպսի պարագայում։ Մենք եթե վերջույթ անշարժացնում ենք, հնարավորություն ենք տալիս, որ օրգանիզմը մաքսիմալ արագ ու մաքսիմալ գրագ
այդ վերջույթը լավացնի, վերականգնի բերի աշխատունակ վիճակի։ Հիմա արտրոզների պարագայում մեր մեծ թիվ են կազմում հետ վնասվածքային արտրոզները եւ այսինքն սխալ հաղորդման սկզբում ասեցիք, որ սխալ առաջի բուժօգնությունը բերում է բավականին բարդ, այո, առաջի սխալ բուժօգնությունը բերում է ընդհանուր մինչեւ արտրոզի անդառնալի փոփոխությունների։ Հիմնական խնդիրը դրանք են։ Մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ կենսակերպի եւ ժամանակի սղությունը մեզ թույլ չեն տա ամեն անգամ, երբ օրինակ ընկանք կամ թույլ, այսպես ասած, ոլորեցինք ոդկը, կամ 5-6 տարեկան երեխան երբ յուրաքանչյուր խաղալիս կամ վազելիս ընկնում է, տանել բժշկի մոտ։ Մի քանի հուշող, այսպես ասած, չափանիշներ նշեք, որոնց դեպքում որ չպետք է նայել ժամանակին եւ չպետք է նայել, որ դա հերթական ընկնելներ կամ հերթական փոքրիկ ցավներ։ Դաթև ջան, տեսեք, երեխաների պարագայում ես մի քիչ ավելի վախկոտ բժիշկ եմ դառնում, որովհետև նախ իմ գիտելիքները ես ճիշտ օրթոպեդ եմ, բայց ես մեծահասակների օրթոպեդ եմ։ Ես քանի որ իմ գիտելիքները համեմատաբար այդքան չեն բավարարում, ես մի քիչ ավելի վախկոտ բժիշկ եմ դառնում, բայց ի օգուտ հիվանդների անշուշտ երեխաների պարագայում գնահատականը սենց ենք տալիս։ Նախ, եթե մեծերի պարագայում մենք իրավունք ունենք սպասենք 1-2 օր, երեխեքի պարագայում չարժե 2-3 օրը սպասել։ Եթե երեխան ընկավ, մենք պետք է նախ փորձենք էմոցիոնալ մի քիչ ավելի հավասարակշռված լինենք, որովհետև եթե հնարավոր է, ինչքան հնարավոր է, այդ 10 վայրկյանի օրենք կա, կանոն կա, որ երեխան ընկավ, չեմ ասում այն դեպքերում, երբ որ 2-3 մետրի բարձրությունից գլխի վրա ընկավ, բնականաբար հնարավորին չափ արագ օգնություն ցույց տանք։ Այդ այն դեպքերի մասն է խոսքը, որ երեխան քայլում է բակում, ընկավ, դուք պետք է միանգամից ձեր ամբողջ էմոցիոնալ ուժը վերցած չընկնեք այդ երեխու վրա, մած սպասեք, հաշվեք 1, 2, 3 մինչև 10։ Եթե երեխան նախ այդ ձեր էներգիայով դուք բացական էներգիայով չեք ազդում երեխու վրա, երկրորդը սպասում եք, եթե երեխան ինքնուրույն վեր կացավ, շորերը թափ տվեց, սկսեց խաղալ, բնականաբար բժշկի մոտ գնալու կարիք չկա։ Բայց եթե տեսնում ենք, որ երեխան ընկելա ձեռքի վրա, ուզում է խաղալ, որտեղ ինքը շատ ակտիվ երեխա է, ծնողը գիտի, որ ասենք ֆուտբոլ շատ է սիրում, հազիվ դուրս է իջել բակ, բան, ուզում է խաղալ, բայց ոնց որ ձեռքը խնայում է կամ բան, երեխեքի մոտ մի քիչ դժվար է գնահատելը։ Ես իմ խորին համոզմամբ, որ այո, անգամ անընդհատ պետք է գնանք բժշկի, որովհետև երեխեքի մոտ խնդիրները քանի որ երեխան զարգացման փուլում է գտնվում, ամեն փոքր խնդիր կարա երեխու ամբողջ ճակատագրվի ազդել։ Բայց նորից եմ ասում, եթե երեխան ընկավ, վեր կացավ, ինքը 10 վայրկյանի ընթացքում ինքն իրան, ոնց որ ասած, վերականգնվեց, սկսեց խաղալ, բնականաբար անհանգստանալու կարիք չկա, բայց եթե ձեռքը երեխեքի մոտ շատ մինչև 5 տարեկան մենք նախ մի գաղափարել կուզեմ ասել, որ երեխաների մոտ վնասվածքային հոդախաղ չի լինում։ Այսինքն երեխան ընկնելուց կամ ձեռքը քաշելուց ոչ մի հոդում հոդախաղ չի լինում բացառությամբ արմնկա հոդում։ Երբ որ մինչև 4-5 տարեկան երեխաները ձեռքը քաշում են, այստեղ ճաճանչովսկի գլխիկի մոտ գլխիկը առաջանում է ենթահոդախաղ։ Ու հիմնական ախտանիշները, որ երեխան այս ձեռքը, այսինքն ինքնուրույն իր ձեռը պահում է մարմնին, չի կարողանում ծալել, որտեղ ծալելը այստեղ հնարավոր չի լինում, որտեղ ճաճանչովսկի գլխիկի ենթահոդախաղ կա, ու դա ուղղում է բժիշկը ցավոք սրտի։ Հիմա կա շատ լայն սնխչիների հիմնական այդ խոսույթի մեջ ենք մենք տեսնում, որ մատերը դուրս երենգի քաշեց գցեց տեղը, ուսը դուրս երենգի քաշեց գցեց տեղը։ Երեխեքի մոտ վնասվածքային հոդախաղ չի առաջանում։ Միակ ենթահոդախաղը որ լինում է, դա արմնկաօդի շրջանում, ու դա ուղղվում է հիվանդանոցում ու շատ արագ, առանց որևէ հետևանքների։ Հիմա այսինքն ընկնելուց չի կարող հոդախաղ լինի, կամ կոտրված քանում, կամ ոչ մի բան չի լինում։ Այսինքն չի կարող, ասում շատ եմ լսում, դրա համար եմ եզում անդադ այդ գաղափարը շեշտել։ Իմ համոզմամբ, որ եթե նորից եմ ասում, երեխան արագ վեր կացավ, սկսեց իր խաղալ, խնդիր չկա, մի քիչ կա աղա, բան, ոչինչ։ Բայց եթե տեսնում ենք, որ վերջույթը խնայում է, կամ այտուց կա, ուռել է, կամ այդպես նոր ճիշտ կլինի ավելի հաճախ գնալ բժշկի, քան մեծահասակների պարագայում, ինչ վերաբերում է օրթոպեդներին դիմել առհասարակ, մենք պետք
թե երեխաներին կա որոշակի պրոտոկոլ, այսինքն ընթացակարգ, որ 3 ամսեկանում, 6 ամսեկանում, 12 ամսեկանում պետք է պարտադիր դիմենք մանկական օրթոպեդի, որպեսզի օրթոպեդիկ հիվանդությունների բացահայտում իրականացվի, այսինքն բացառում իրականացվի, այսինքն ես մինչև 6 տարեկան մանկական օրթոպեդ չեմ, բայց խորհուրդ եմ տալիս, որ մանկական օրթոպեդների հետ մի քիչ ավելի սերտ աշխատել, քանի որ իրանց գրագետ աշխատանքի հետևանքով շատ լուրջ խնդիրներից երեխաները արդեն հասուն տարիքում ազատվում են, այսինքն իմ հետ չեն շփվում վիրահատարանում։ Դուք ուզում եք ոչ մեկ հետ շփվեք, մենք էլ ենք ուզում ընդհանրապես օրթոպեդների հետ շփվել, որովհետև ձեր դեպքում ձեզ հետ շփումները միշտ ցավով են ավարտվում, ցավոք սրտի, այո։ Հիմա նաև շուտով թևակողելու ենք, չնայած Երևանում կարծես թե ձմեռները փոքրինչ չոր են լինում, բայց շատերն էլ նաև փորձում են այդ չորը կոմպենսացնել այլ տեղեր այցելելով ու ցավոք պետք է նկատենք, որ հաճախ են լինում դեպքեր, երբ այդ հաճելի ժամանցը զուգակցվում են նաև վնասվածքներով, հա։ 3 կարևոր խորհուրդ խնդրեմ առանձնացրեք բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են դահուկ քշել կամ գնալ ձնագնդի խաղալու։ Դահուկ քշելը իմ ամենացավոտ տեղերից է, քանի որ ես ինքս վնասվածք եմ ստացել դահուկ քշելու սեփական փորձով։ Տեսեք, ամենակարևորը, որ չընկնենք մոդայի հետևից, այսինքն եթե դուք էությամբ սպորտային մարդ չեք, դահուկ մի քշեք։ Դա մեկ, ամենակարևորը որ։ Երկրորդը, արդեն իմ այդ գաղափարը շարունակում ենք։ Բոլորին եմ միշտ ասում, բոլոր հնարավոր, երբ որ միկրոֆոն եմ տեսնում, անպայման այդ գաղափարը ուզում հնչեցնեմ։ Եղեք մաքսիմալ ակտիվ, այսինքն զբաղվեք սպորտով։ Յոգան դա սպորտ չի։ Յոգան ինքը շատ լավ ակտիվություն է, որը լավացնում է մկանային ու ջլային կապանային համակարգի էլաստիկությունը, բայց յոգան մի քանի անգամ էֆեկտիվ է դառնում, երբ որ դուք զբաղվում եք ինչ-որ ուժային սպորտով։ Եվ երրորդը ամեն ինչ պետք է երեխան որ ծնվում է, երեխան միանգամից չի սկսում քայլել։ Ունենում ենք մենք որոշակի զարգացման փուլեր, որ բան չոչ են անում երեխաները, հետո բռնվում կանգնում են, հետո 1-2 քայլ են գցում, հետո սկսում են քայլել, վազել, ընկնել եւ այլն։ Հիմա նույնը ցա բոլոր սպորտաձևերի մեջ է։ Մենք ուզում ենք արագ այտենց կյանքի ռիթմը ցավոք սրտի բոլորուց մոտ արագացել է եւ հաջողություններում էլ մենք շտապում ենք, ուզում ենք արագ հաջողություններ հասնենք, բայց դա լավ, իհարկե լավ ձգտում է առաջ գնալը, բայց սպորտի պարագայում պետքա չշտապել, որովհետեւ եթե դու անում ես քո ուժերից վեր ինչ որ մի հնարք, դա կարող է շատ ճակատագրական լինել։ Եվ ուսուցումը հատկապես դահուկի պարագայում շատ կարևոր է, որովհետև մանր թվացող այդ շարժումները, չգիտեմ, մկանի պահումները, դրանք լուրջ փոքր փուլեր են, որ հետագա մեծ խնդիրներից են ձերբազատում։ Հենց որ իմ հաջորդ երրորդ ու կարևոր խորհուրդը կլինի, որ գրագետ սկսեք դահուկ քշել, հատկապես դահուկ քշել, որտեղ ինքը բարձր էներգիայի վնասվածքով սպորտաձևերից մեկն է, այսինքն դա վնասվածքները շատ ցավալի ու մեծ են լինում հաճախ, որտեղ ունենք մեծ արագության հետ գործ։ Հիմնականում խորհուրդները եւի դա կլներ Տաթև ջան։ Գիտեմ ինչքանով ձեր զգուշ եղեք գրագետ ու սպորտին հնարավորինչափ մոդ եղեք։ Ամենակարևոր խորհուրդը դա կլինի, որ пассив կյանքը օֆիսային աշխատողներին ոչ մի լավ տեղ չի տանում առողջական առումով մասում։ Հաջողությունների մեծ հաջողություններ է հասցնում, բայց առողջական առումով ոչ մի լավ տեղ չեք հասնում։ Այսինքն пассив կյանքը թե դժում է ամենակարևորը սիրտանոթային համակարգը, շնչառական համակարգը, ինչուց է նաեւ արդեն հենաշարժիչ համակարգը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ կարողացանք օգտակար լինել, այնպես որ եղեք ուշադիր եւ մի վախեցեք բժշկի գնալուց, որտեղ իրենք փորձում են հնարավորինս մեզ օգտակար լինել։ Այո, ամենակարևորը, որ մի վախեցեք բժշկի գնալ, ցանկացած բժիշկ միանշանակ ուզում է, որ բուժառուն առողջ լինի։ Միանշանակ։ Շնորհակալ եմ շատ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ օրթոպեդ վնասվածքաբան Արտակ Օհանյանն էր։ Մենք կհանդիպենք նաև մի շաբաթ, ցտեսություն։